Այսօր խոսենք Մանչեսթեր քաղաքի մասին, սակայն ոչ թե Անգլիայի Մանչեսթերի, այլ Միացյալ Նահանգներում գտնվող Մանչեսթերի, ինչպես նաև այն մասին, թե արդյոք կան այստեղ ապրող հայեր, թե ոչ։ Գնացինք։ Գտնվող Մանչեսթեր քաղաքի մասին որոշ հետաքրքիր փաստեր, ինչպես նաև այն մասին, թե արդյոք կան հայկական հետքեր այս քաղաքում։ Քաղաքը Նյու Հեմփշիր նահանգի ամենամեծ քաղաքն է, բնակչության թվաքանակը մոտ 115,000 մարդ։ Այն սկզբնական շրջանում կոչվել է Derryfield, կառուցվել է 1751 թվականին, Անգլիայի Մանչեսթերի անունով ստացել է Մանչեսթեր անվանումը։ Նահանգում ամենագրավիչն այն է, որ չկա ընդհանուր վաճառքի հարկեր (sales tax) և անձնական եկամտահարկ (earned income tax), ինչպես նաև սա այն քիչ նահանգներից է, որտեղ պարտադիր չէ ունենալ ապահովագրություն մեքենա վարելու համար։ Տեսեք որքան գեղեցիկ է Մանչեսթերի կաթոլիկ եկեղեցին, այս եկեղեցին կառուցվել է դեռևս 19-րդ դարում 1898 թվականին, իրոք որ հրաշք ճարտարապետական լուծումներ և շքեղություն։ Սա եկեղեցու այն հատվածն է, որտեղ մանրակրասակ երեխաները դասընթացներ են վերցնում։ Հայկական հետքը ոչ միայն այս նահանգում, այլ ամբողջ աշխարհում կա, եւ այս նահանգը եւ քաղաքը բացառություն չէ։ Հայերի եւ հայկական հետքի առումով նահանգների տվյալներով Նյու Հեմփշիր նահանգում ծագումով հայերը կազմում են ընդհանուր բնակչության շուրջ 0.26%, իսկ Մանչեսթեր քաղաքում 0.16%։ Նահանգն ունի 1915 թվականի հայոց ցեղասպանության հետ կապված որոշումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ կապված մի շարք նախաձեռնություններ։ Հանդիպենք հաջորդ թիվով։